տուն առնեմ, բիզնես ունենամ, այս անեմ, այն անեմ, դե կունենանք։ Ինչ ձևա օրինակ աղջիկը արթնացած առանց մակիաժ։ Հա, հիմա ամեն աղջիկ էլ կուզի գնա Մալդիվներ։ Ողջույն, դուք դիտում եք «Այր և կին» պոդքասթը, պոդքասթ հարաբերությունների մասին։ Ես Արտուրն եմ։ Ես Մարիանն եմ։ Եվ մենք ունենք 9 տարվա հարաբերությունների փորձ, որից 7-ը ամուսնական, ունենք 2 երեխա։ Պոդքասթի ընթացքում մենք խոսելու ենք հարաբերություններից, կոնկրետ այսօրվա թեման վախն է հարաբերություններում, ինչպիսի վախեր են լինում եւ ինչպես շրջանցել այդ վախերը։ Միջև սկսելը ուզում եմ շնորհակալություն հայտնել VT ստուդիոյին, մեզ այս տաղավարը տրամադրելու համար։ Էջը կնշենք մեր վիդեոյի ներքևում, դուք էլ կարող եք book անել ոչ միայն այս տաղավարը, այլև ֆոտոսեսիաներ, վիդեոսեսիաներ անցկացնելու համար։ Առաջին հարցը քեզ, աղջիկները միջև հարաբերությունները սկսելը կամ հարաբերությունները լրջացնելը, ինչ վախեր են ունենում կապված տղամարդկանց կամ հենց հարաբերությունների վերաբերյալ։ Ամեն աղջիկ կին ինքը ուզում է հարաբերությունների մեջ ստաբիլություն եւ ապահովություն։ Այսինքն ամենքին պատկերացնում է, որ պետք է ապագայում իր երեխաներին պահի այդ մարդը, պետք է այդ ոնց որ հենց էվոլյուցիայով է, հա, այդպես եկել ու ինչ որ գենետիկ մակարդակի վրա կնոջ մեջ արդեն կա այդ ամեն ինչը, որ տղամարդը պետքա ապահով տղամարդ լինի, ուժեղ լինի, պինդ լինի, կարողանա ապահովի իրեն, իր ձագերի հետ միասին եւ այլն, ասենց մետաֆորիկ է հնչում, բայց միևնույնն է այդ կա մեր մեջ, բնազդ է։ Ու այդ բնազդը երևի միջև հիմա կա ու առաջի վախը աղջկա տղամարդու հետ կապված, դրա համար է այդ ֆինանսականը, որ մենք խոսեցինք առաջի էպիզոդում, իմ կարծիքով այդ ֆինանսը ինչի է աղջիկը ման գալիս տղայի մեջ, ինչի է ման գալիս, որ ունենա բնակարան, ունենա ավտոմեքենա, ունենա աշխատանք եւ այլն, ինքը ենթագիտակցորեն ուզում է իմանա, որ իրեն եւ իր երեխաներին այդ տղամարդը կկարողանա պահի։ Այսինքն ոչ թե ինքը շահն է ման գալիս, որ ես հիմա գնամ շուտ մի հատ Մալդիվներ եւ այլն, հա, հիմա ամեն աղջիկ էլ կուզի գնա Մալդիվներ, բայց ինքը ունի ենթագիտակցական ծրագիր, որով ինքը պատկերացնում է, որ այս տղամարդը պետք է ինձ իմ բալիկներին ապահովի։ Ինչի է սխալ այս վախը, որովհետեւ նախ 18 տարեկան ապահոված տղաները երևի մի քանի տոկոս են կազմում 100-ից։ Եթե դա իրենց բյուջեն է։ Մնացած մի մոտավոր թվեր եմ ասում ինձնից, ինչ որ մի 30% օրինակ հնարավոր է լինեն ապահոված իրենց ծնողներով, որը շատ վատ է, որովհետև դա ավելի վատ է, քան ուղղակի չապահոված տղան, որովհետև եթե իրեն ծնողներն են ապահովել, նախ դուք չգիտեք երբ կվերջանա այդ փողերը, ինչ կանի ինքը այդ փողերը վերջանալուց հետո, ինչքանով է ինքը սովոր վատ պայմաններին եւ այլն եւ ոնց որ թոզ են փչում աղջիկների աչքերի վրա իրենց հայրիկների, մայրիկների փողերով։ Ուրիշ բան, եթե այդ աղջիկը տեսնում է, որ այդ տղան 18 կամ 20 տարեկան է ու իրանով ինչ որ կարողություններ է դիզել, վատ տարբերակ չի։ Okay, բայց այդ շատ քիչ է հանդիպելու, հիմնականում հանդիպելու է մեքենա, որը պապայինն է, փող, որը մամայինն է եւ այլն։ Դրա համար ավելի ճիշտ է ոչ թե վախենակ չապահոված տղայից, այ վախենակ անխելք տղայից երևի, հա։ Կարևոր է որ խելացի լինի տղան, պատասխանատու լինի։ Ավելի տղամարդկային հատկություններ կա ինձ թվում է, քան փողը։ Փողը տղամարդկային հատկություն ընդհանրապես չի կարելի անվանել, 1000 ու մի սիտուացիա կարա լինի կյանքում ու եթե փողն է եղել կրիտերիա հարաբերությունների, ես այս ընթացքում շատ եմ տեսել փողով ընտրված հարաբերությունների հետևանքներն ու հետևանքների հետևանքները։ Դրա համար փողը սարքել կրիտերիա գնալով
կուլ գնալով վախին շատ սխալ է, այդ առաջի վախն է, որը պետք է ամեն աղջիկ հաղթահարի ու ինքը վերցնի այդ տղային, սենց տարանջատի այդ կոնտեքստի մեջից, որտեղ կա բնակարան, տուն, փող, բան, վարկ, մարկ, սենց առանձնացնի ու հասկանա, այս տղան ունի խելք, պոտենցիալ, կարողություններ, ցանկություններ, մոտիվացիաներ ստեղծելու ինչ-որ մի բան, թե ոչ։ Լավ բաներ նշեցիր։ Ես էլ էի ուզում ասել, որ հիմնականում ամեն ինչ ստեղծվում է միասին ու կապ չունի ոնց որ ամուսնությունից առաջ կուտակված կարողությունները եւ մնացած ամենը, որովհետեւ հիմնականում ամուսնության ընթացքում, երբ որ դուք ստեղծում եք առաջին հերթին ընտանիք, ու արդեն մնացածը ստեղծում եք ելի միասին։ Բայց տղեկներ են ունենում շատ վախեր։ Ես հենց այդ ուզում եմ հարցնել, թե բայց դու կարաս հենց ինքդ ներկայացնես ու սրա հակառակն էլ կա, որ տղերքը մտածում են տուն առնեմ, բիզնես ունենամ, այս անեմ, այն անեմ, դե կունենանք։ Հա։ Նախ վախերը գալիս են, ոնց որ անցած էպիզոդում շեշտեցինք, նախ առաջինը միջավայրից, շրջակա աշխարհից, թե ինչ կմտածեն։ Իսկ հետագա վախերը իմ շրջապատի մասին եմ ես հենց ասում, ովքեր մեծ մասը ամուսնացած չեն, ու ինչ վախեր են իրանք ունենում, ասում են դե մի հատ գործ ունենանք, էսի արդեն ամուսնանալու մասին է խոսքը, երբ որ արդեն կա հարաբերություններ, ինչի չեն առաջի փուլը թողնում ու անցնում հաջորդ փուլ, հիմնականում հենց այդ խնդրով, որ գործս չի հերիքցնում, փողս այսքան չի լինում, մի հատ տուն պիտի ունենանք նոր, մի հատ այս ավտոն առնեմ նոր, մի հատ հետո այդ նույն վախերը նաև գալիս են երեխա ունենալուց առաջ, որ մտածում են, հա լավ, բայկսով հələ որ վարձով ենք ապրում, երեխա ունենանք, ոնց ենք անելու, բան, ոնց որ այս վախերը միշտ կան հարաբերությունների մեջ, կան շատ վախեր, որ արդարացված են ու դաժե հենց այդ վախը ստիպում է ավելի պատասխանատու լինել, ավելի մեծ բեռ վերցնել քո վրա, բայց շատ դեպքերում էլ այդ վախերը հենց կանգնեցնում են հարաբերությունները ու չեն թողում անցնել հաջորդ փուլ, ու վախերը լինում են շատ տարբեր։ Օրինակ քո ուղերձը տղաներին, այն տղաներին, ովքեր վախենում են ամուսնանան, օրինակ ասում են դե մերոնց հետ չի լինի ապրել, տունել հələ չենք կարա վերցնենք, կա 10 տարյա հարաբերությունների մեջ են, չեն գնում իրար հետ վարձ տան ապրեն։ Դա ինչ որ բան է էլի համել, ինձ թվում է մի քիչ կասկածամտություն է համել իրենց հարաբերությունների մեջ, եթե այդտեղ կա սեր, այդտեղ կա երկու կողմից ցանկություն իրար հետ ընտանիք կազմելու, այդ վախի վրով ինձ թվում է շատ հեշտ կլինի շրջանցել։ Իսկ երբ որ ձգձգվում է հարաբերությունը, այդպես որ 10 տարի իրար հետ են ու չեն ուզում առաջ գնան, ինձ թվում է ստե ոչ թե մենակ այդ վախն է, այլ նաև այդ սիրո պակասն է, որտեվ մենք տեսել ենք լիքը ընտանիքներ, որ մի տարի հարաբերությունից հետո իրանք ամուսնացել են, շատ ամեն ինչ լավ իրանց մոտ գնացել է, հենց նույն վարձով տնով, հիպոթեկով, չգիտեմ, տնեցիկից մի ձև առանձնանալով կամ տնեցիկի հետ ապրելով, բայց ոնց որ այդ վախը այդտեղ չի խոչընդոտել ու կան հարաբերություններ, որ 10 տարի, 15 տարի ձգվել են ու չգիտես ինչի համար։ Ինձ թվում է այդտեղ հենց այդ ինչը սիրո պակասն է ու այդ պատասխանատվությունը չվերցնելու մասին է խոսքը։ Նույն վախը, ասենք, այն ամենասկզբից է լինում, հա, շատ տղեկի մոտ տենում են շատ սիրուն աղջիկ, հա, օրինակ։ Ես օրինակ իմ հետ էլ է դաժե եղել։ Տեսել եմ միջև քեզ հանդիպել է, եղել է, ասենք, տեսնեմ շատ սիրուն աղջիկ։ Որ ասեմ, օր լավ, այս աղջիկը դժվար ինձ պատասխանի կամ գնամ մոտիկանամ, հաստատ ինձ մերժելու է ու չմոտիկանամ տենց այդ աղջիկան, ոնց որ վախը հենց այդտեղից է եկել ու երբ որ դու մի օր թեկուզ փորձես կամ իմ ընկերները մի օր փորձեն, կտենան, որ այդ կարաս մերժվես, նենց է այդ մերժվելն էլ է օքեյ։ Դա ու պետք չի դրանից վախենալ, հա, նույնը ասենք լիքը մարդ վախ ունի ինչ որ բիզնես սկսելուց ու տենցել այդ վախի պատճառով դաժե մի քայլ առաջ չի գնացել, չի էլ փորձել, այսինքն այստեղ կարևորը փորձելն է, նույն հարաբերությունների մեջ էլ եթե փորձես այդ առաջին քայլը դնես, ոնց որ հետո արդեն ճանապարհը բացվում է, երբ որ դու սկսում ես քայլել, նույն այդ քայլը երբ որ դնես, մնացածը աստված տալիս է, ասենց որ
Չգիտեմ, երեխա ես ունենում, ասում են երեխան իր այդ խերը բերում է, չէ՞, այդ խեր ասված է, հիմա չգիտեմ, նույն այդ վախի բանը չէ, ոնց է, որ նոր ես ամուսնանում, մեծերը հիմնական ասում են, բախ երբ եք երեխա ունենալու, երեխա չեք ունենում, ուտեղ տես տարբեր վախի պատասխաններ ան գալի, դե գործ չկա, էսի ինչ չկա, ու հիմնականում այդ մեծերը փորձով մարդիկ հիմնականում ինչ են ասում են ունեցեք ամեն ինչ կլինի, ինք իրանով կգա, ոնց որ այնպես տենց էլ կա, ես դաժե իմ օրինակով եմ դա ասում, մեր օրինակով, մենք էլ ես էլ եմ ունեցել վախ, նույն երեխա ունենալուց առաջ եմ վախ ունեցել ու ձգձգել, ինչ տանես չունենք, դες պլանավորել ենք, որ երեխա ենք ունենում ու ունենանք, դաժե հենց այդ օգն է, որտեվ եթե այտենց միամիտ չլինի այդ երեխան, դու կյանքում չես հասկանա, որ դու նախ պատրաստ ես հայր լինելու։ Օրինակ դու ամուսնանալուց առաջ իմ հետ ունեիր վախեր։ Դաժե այդ ամուսնանալուց ես չէի այդքան շատ չէի խորացել, ինչա մեզ սպասվում, ինչա ամուսնությունը, հիմնական այդ անորոշությունից էլ այդ վախը գալի, որ դու չգիտես ինչա ամուսնությունը, լիքը տղա օրինակ մտածում է ես ամուսնանամ, իմ ընկերներից կտրվելու եմ, Դա ամենակարևոր վախը։ Դա շատ կարևոր վախ է, տղեկ, որտեվ տենց բան չկա, ոնց ձեր հարաբերությունը իմ մորքուրն է մի անգամ ես ասես ոնց ձեր հարաբերությունները ընկեր-ընկերուհի վիճակում են, նույնն է լինելու է ընտանեկան վիճակում ավելի լավ դաժե ու ես մի քիչ չէի հավատում դրան, որտեվ ընկերներ ունեմ, որ ամուսնացել են ու իրոք կտրվել են մեզնից, մեր ընկերական շրջապատից բան։ Ինձ թվում է այդ ավելի շատ մարդուց է գալիս ու կողակցից է նաև գալի, որտեվ հիմա լիքը տղեկ կան, նույնիսկ աղջիկներ կան, որ ասում են, «Всё, դու արդեն ամուսնացել ես, ավելի շատ ժամանակ անցկացրու տնից, մի դուս արի ու տուն մի արի, բան sense»։ Այդ ամեն ինչը իմ հետ չեղավ, հակառակը ես ավելի շատ սկսեցի դուրս գալ, ավելի շատ իմ ընկերներին տենալ արդեն քո հետ։ Այսինքն այդ վախը պետքա միասին հաղթահարել, պետքա խոսալ այդ վախերի մասին նախ իրար հետ, կարծում եմ, այդ անհանգստացնող հարցերը պետք է քննարկել։ Նույն եթե դու մտածում ես մենք ամուսնանանք, ես չեմ ձգելու, իմ փողը այդքան չի հերիքելու, դու կարաս հանգիստ ընկերուդ դրա մասին ասես, ու ընկերուհիդ է կարա լավ լուծումներ առաջարկի։ Ու երբ որ զույգը իրար հետ չի ապրել, միասին կյանք չեն ունեցել, թեկուզ ասենք մի օր կամ մի օր շատ քիչ է, բայց մի շաբաթ այս ժողովրդի լեզվով ասած բիտաբոյ կյանքի մեջ իրար հետ չեն ապրել, ոնց որ չգիտեն իրար հետ ոնց կապրեն, չգիտեմ ինչ ձև են օրինակ, ինչ ձևա օրինակ աղջիկը արթնացած առանց մակիաժ, որտեվ միշտ հանդիպումների ժամանակ աղջիկը շատ սիրունանում են, տղեկը տենց իրանց հետևած, բան, հատկապես միջև ամուսնությունը ու երբ որ իրար հետ են ապրում, լիքը ուրիշ մի հատ խնդիրներ է սենց առաջ գալիս, բայց դրանցից նույնպես պետք չի վախենալ, նույն ասենք չգիտեմ, եթե իրար հետ չեն քնել միջև ամուսնությունը, ոնց կլինի, կարող է ասենք իրար ընդհանրապես չեն հավանում։ Ես էլ մի հատ լավ մեր հասարակությանը հայտնի վախ գիտեմ, այդ վախն է ուրիշի ընտանիքի անդամների հետ ապրելու։ Դա էլ է լավ թեմա։ Այդ վախը ռեալ է։ Այդ դրանից պետք է վախենալ։ Եթե այլ տարբերակ չկա, օքեյ, կարա ժամանակավոր լինի այդ միջև, էլի ավելի լավ է կազմել ընտանիք, քան չկազմել ընտանիք, որովհետև չեք կարող ապրել առանձին, բայց ամեն դեպքում ինչ որ ձևով գնալ հեռու ապրել, գյուղում ապրել, մի կերպ ապրել, վարձով ապրել, ավելի լավ է մանավանդ սկզբնական շրջանում հարաբերությունների մեջ, քան ապրել բարեկամների եւ ուրիշ 100 հոգու հետ։ Հետո այդ տնեցիքի հետ ապրելուց էս իմ կարծիքն է։ Ես մտածում եմ, որ ընտանիք որպես այդպեսին, երբ որ դուք ամուսնանում եք, իրար հետ մեկա չեք ձևավորում։ Այսինքն ձեր ընտանիքը sense լիակազմ չի լինում ու ձեր ընտանիքը ձեզ ոնց որ քեզնից ու քո կնոջից բացի լինում է նաև այդ մարդկանց տնեցիք, աղբերը, պապին, տատին, ոնց որ դուք մեկա ձեզ չեք կազմավորել որպես ընտանիք ու չես կարող ասես, որ դուք ընտանիք կազմեցիք երկուսով, հետագայում ձեր երեխեքն են ծնվում ու ձեր երեխեքի դաստիարակության մեջ ավելանում են կողքից մարդիկ, ազդում են այդ երեխու զարգացման վրա, հետո ասենք, չգիտեմ, հատկապես նոր ամուսնացած զույգերը ավելի հանգիստ չեն լինում իրենց սեռական կյանքում, չես կարող, չգիտեմ, 18+ բան ասա, չես կարող ասենք առավոտ արթնանաս ու տրոսիկով, չգիտեմ, մանգաս տնով կամ քո կնոջը տնաս մերկ, ասենք, չգիտեմ, հաց սարքելուց
Ոնց որ այդ ամեն ինչից զրկվում է զույգը մի անգամից, երբ որ ապրում է տնեցիկի հետ ու մեկը սենց full իրանք չեն կազմավորվում էլի որպես ընտանիք։ Այսինքն ընտանիքի հետ այլ անձանց հետ ապրելու վախը լավ վախ է, վախեցեք դրանից, բայց եթե չկա ոչ մի կերպ այլ տարբերակ, երևի ավելի ճիշտ է կազմել ընտանիք, եթե կա սեր, կամ մնացած բաները, քան ուղղակի տենց վախենալ իրար հետ ապրելուց, բայց լավ, ամուր, ճիշտ, երջանիկ հարաբերություններ ունենալու համար մենք կարծում ենք, որ ընտանիքը, զույգը պետք է ապրի մենակ եւ իրենց ընտանիքին ոչ մի այլ կարծիքներ չպետք է միջամտեն, խանգարեն եւ այլն, որովհետեւ ընտանիքի մեջ երրորդ մարդը միշտ ավելորդ է։ Դրանից ուժում է համ ձեր հարաբերությունները, համ ձեր ընկերները օրինակ, չգիտեմ, կարային ձեզ ամեն օր հյուր գային, մինչև ուշ գիշեր նստեիք։ Վախը ընդհանրապես ամեն նոր բան սկսելուց մարդու կյանքում կա։ Նորմալ բան է։ Ինքը նորմալ բան է ու հարաբերությունների մեջ սկզբից վախենում են այդ ընկերություն անելուց, հետո վախենում են լրջացնելուց, հետո վախենում են ամուսնությունից, հետո վախենում են առաջի երեխան ունենալուց, հետո վախենում են երկրորդ երեխան ունենալուց, մենք վախենում ենք երրորդ երեխան ունենալուց ու կարծես այդ վախը լրիվ մեր ձեռքի բռնած մեր կյանքում մեր ընկերն է։ Բայց կա մի հատ կարևոր բայց, դա է, որ մենք երբեք չենք կարող control անել ամեն ինչ։ Ոչինչ մեր control-ի տակ չի։ Ոչ մի բան մենք չենք կարող կառավարել ու դրա համար սխալ թյուր կարծիք կա, որ եթե դուք հիմա չեք մտնում այդ ձեր վախի տիրույթ եւ խուսափում եք, ապա դուք կկառավարեք ձեր կյանքը։ Այ որ չունենեք երեխաներ, ամեն ինչ կլինի կառավարելի։ Ձեր կյանքը երբեք նախ չի կարող լինել կառավարելի, այդ առաջին բանը, որովհետև ինքը կյանքը անկանխատեսելի, անկառավարելի, ինչ որ երևույթ է, որը մենք չենք կառավարում, ու իր մեջ անընդհատ ստաբիլություն ման գալը այնպես անում, որ մենք ամեն ինչից վախենում ենք։ Պետք է ուղղակի ոչ ստաբիլությունից կարողանանք հաճույք ստանանք, կարողանանք գցվենք այդ ոչ ստաբիլության մեջ, կարողանանք ասենք, հա ոչինչ կգնանք կապրենք մի կերպ, հա ոչինչ վարձ կտանք, հա ոչինչ կճամփորդենք վերջի կոպեկներով, հա ոչինչ կունենանք երեխա։ Ժամանակին, երբ որ քարանձավներում ծնվել են 15 եւ այլ երեխաներ, ամուսնուն ու կնոջը պետք չի եղել ոչ վարկով տուն, ոչ 2 հատ ավտո, ոչ վճարովի պարտեզ, երեխա ունենալու համար պետք է եղել ինչ, ամուսին եւ կին։ Այո։ Ձևերը չի փոխվել, հիմա էլ երեխա ունենալու համար պետք է ամուսին եւ կին։ Այո։ Ամուսնանալու համար պետք է նորից այր եւ կին։ Սեր, հավատարմություն, ու պետք չի նյութական բաները բերել լցնել, նյութական վախերը բերել լցնել ձեր հարաբերությունների մեջ։ Պետք չի ֆինանսական, շրջապատի, ազատության, այսպիսի վախերը բերել գցել հարաբերությունների մեջ։ Պետք է ուղղակի ընտրել հարաբերությունները սրտով, ընտրել այնպես, որ այնպիսի մարդ, որ կուզենաք իր հետ դառնալ մեկ մարմին։ Այո։ Լավ նոտ է ավարտելու համար այս էպիզոդը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սպասեք նոր էպիզոդների, կոմենտներում գրեք ինչ թեմաներից կցանկանաք խոսել եւ մի մոռացեք VT ստուդիայի մասին, որ ունի այսպիսի հրաշալի տաղավար եւ հնարավորություններ։ Կամերա, միկրոֆոն, լույսեր, պավիլյոններ։ Ոնց է դեմքից անում ես նորից ասել։ Խել նորից ասեմ ունենք էլի։ Որը ունի տեղից։ Որը ունի հրաշալի պավիլյոն, միկրոֆոններ, լույսեր, կամերաներ։ Ու եթե օրինակ դուք ուզում եք սկսեք ձեր ոդկասթը կամ ինչ որ նկարահանում անել ու ունեիք վախեր դրա հետ կապված, այս հենց այն առիթն է, որով դուք կարաք վերջապես հաղթահարեք ձեր վախը ու ուղղակի գրեք ստուդիային, ամրագրում անեք 1 ժամով գաք ու այս սիրուն տաղավարում նկարեք ձեր ոդկասթը։ Դե Երկրորդն է ունենք։ Դուրդ գալիս է։ Հա, շատ։ Հա։ Լավ է, չէ։
Ձուկը ջրում ոդկաստ պետք է լիներ սրա անունը։ Հարց կա հարաբերությունների մեջ, որ ինչ ես կարա պատասխանես։ Հա։ Ինչ։ Երբ որ մեկը կյանքից հեռանա, մյուսը ոնց պիտի ապրի շարունակությունը։ Մենակ։ Շատ տխուր է։ Դες տխուր նոտայի վրա փակենք։ Այդ հարցի պատասխանը չգիտես մենակ։ Մենակ չէ, բայց այդ հարցինը օրինակ չգիտեմ։ Հուսանք իրար հետ կմեռնենք։ Նույն օրը։ Բայց շուտ չէ։ Հա։ Մի երբ։ Մի 60 տարուց։ Մի 100 տարուց։ Ասում են կյանքը երկարացնում են։ Սաղ կյանք երազել եմ հաղորդավար լինեմ։ Ուտե երազանքն հետ իրականանում են։ Հա, հերթով։ Լավ, գնանք հասնենք մեր երեխեքին։ Հա։